Վերջերս գիտեք, որ Երևանից պատվիրակություն է մեկնել Բաքու, բարի դրացիական հարաբերություններ հաստատելու թշնամի երկրի հետ։ Ձեր կարծիքով Բաքու մեկնած անձիկ արդյոք ունեն բարոյական իրավունք խոսելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից։ Չէ, դի իրավունք չունի։ Գիտեք ինչ ասեմ, էսի այնպես է հարցը, որ բարի լավ բան չի եղնի։ Թուրքը մնում է թուրքը։ Սրանք ինչ-որ նպատակ ունեն, էլի բան ունեն ստեղից բոգելու մաս, կամաց է դառնում։ Մեր վարչապետն է տալիս է։ Վաղուց արդեն մենք Բաքվի համար դարձել ենք, ինչ ասեմ, մի տարօրինակ մասա, որին կարելի է եւ իշխել, եւ կարկադրել, եւ մեկ չէ իշխանությունը, եւ կարկադրել, եւ հրամայել, եւ ենթարկել։ Ինչ ասեմ, այս ամենը տանում է ի վերջո երկրի կործանման Բաքվի իշխանության տակ տանելուն, դա Նիկոլի որդեգրած քաղաքականություն է, միանշանակ։ Չունեմ, որովհետև Բաքվում թշնամաբարեն միջև հիմա տրամադրված մենք մեր պետական այրերը իբր խաղաղություն են մուրում, բայց Բաքվում նույն ժամանակ հայ սպայն կազմահարած Սաֆարովին հերոսացնում են, պաշտոն են տալիս ու դա չեն թաքցնում։ Դա մեզ ասում է, որ մենք ձեր թշնամին ենք, եղել ենք ու կլինենք։ Իմ կարծիքով չէ։ Ոչ մի բարոյական իրավունք չունեն իրանք։ Չէ, իրավունք չունեն։ Եթե չեմ կարող ասեմ։ Չէ, կարծիք չունեն։ Երևի թե չէ։ Բաքուն կյանքում չավադած բան է, մեզ այդ բարի եղնի, որովհետև այդ կամ մարդուն գերիները միջև մենտեղ են, չաչված բան է, ժողովուրդը միջև հիմի վախեցած պայմդած կաբրին, Ղարաբաղն է տվեցին բանին, Թուրքերին հիմի նոր պդի դոն կամ մեծ այդ բարի եղնին, ես չեմ հավատա։ Ալիևն են կամ մունդար մարդը, որ Ալիևի հեշ մարդը չի հավատա, Իրան ուզած է տենե, ինչ որ ուզենա տենե։